Հայաստանի թիվ 4-րդ արևային ֆոտովոլտային կայանի գործարկումը։ 150 կՎտ տեղակայված հզորությամբ այս կայանը ոչ միայն մեր ամենախոշոր արևային կայանն է, այլ նաև կարևոր քայլ է դեպի էներգոարդյունավետության և կայուն զարգացման գաղափարների իրականացմանը։ Սիրով ամբիոնի մոտ եմ հրավիրում համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Երևանի քաղաքապետ պարոն Տիգրան Ավինյանին։ Հարգելի գործընկերներ, հարգելի ներկաներ, պարոն ռեկտոր, սիրելի ուսանողներ, այսօր Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանի հերթական ձեռքբերումների օրն է և ես ուզում եմ բոլորի շնորհավորել ևս մեկ արևային 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանի բացման կապակցությամբ և հիշեցնեմ, որ Երևանի պոլիտեխնիկական համալսարանը արդեն տևական ժամանակ է, արդեն 2 տարի է իրականացնում է նմանատիպ ծրագրեր և մոտավորապես արդեն իսկ գումարային ունի մոտ 400 կՎտ դրվածքային հզորությամբ արևային վերականգնվող կայաններ։ Եվ այս կայանները և այս ծրագրերը առհասարակ իրականացվում են մի քանի տասնամյակի համար։ Այս ծրագրերը իրականացվում են, որպեսզի Երևանի պոլիտեխնիկական համալսարանը ինքն արտադրի իր իսկ էլեկտրաէներգիան, արտանետումների էական նվազեցում ունենա այդ առումով և լինի էլեկտրաէներգիայի արտադրման տեսանկյունից ինքնաբավ։ Ամենայն հավանականությամբ հաջորդ տարի այդ ինքնավարության ցուցանիշը վստահաբար արդեն կհատի պոլիտեխնիկական համալսարանը և ես ուզում եմ իրապես բոլորի ուշադրությունը գրավել այս թվում է թե տեխնոլոգիական, բայց շատ կարևոր մարդակենտրոն ծրագրի վրա, որը որ միտված է ընդհանուր առմամբ տեխնոլոգիաների զարգացմանը, կանաչ էներգիայի արտադրությանը և ամենակարևորը կրթությանը։ Այս բոլոր ծրագրերը իրականացվում են պոլիտեխնիկի ուսանողների կողմից, նախագծումից մինչև փաստացի իրականացում և հետագա նաև կառավարում։ Եվ ես ամենակարևոր կոմպոնենտը այս ծրագրի հենց դա եմ համարում, որովհետև սա նաև պատրաստում է մասնագետներ, ովքեր որ հայկական շուկայում վաղը լինելու են այս գիտելիքի կրողը, վաղը լինելու են նմանատիպ տեխնոլոգիաներ ներդնողը տարբեր հաստատություններում և տարբեր պետական հիմնարկներում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր R2E2 հիմնադրամին, որը որ իրականացնող գործընկեր կազմակերպությունն է, որը որ ոչ միայն օգնել է իրականացնել այս ծրագիրը, այլ ամբողջ էներգոարդյունավետության ծրագիր այս շենքի, որտեղ որ փոխվել են բոլոր պատուհանները և շենքը ամբողջապես դարձել է էներգոարդյունավետ և այս ծրագրերը շատ կարևոր է, որ արվում են համալիր, մտածված և երկարաժամկետ պլան ունենալով։ Ես շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ ձեզ, պարոն Վարդանյան, ձեզ, սիրելի ուսանողներ, R2E2 հիմնադրամին, մեր բոլոր գործընկերներին, այս կարևոր հանգրվանին հասնելու կապակցությամբ և պոլիտեխնիկական համալսարանին, ինչպես նախկինում բոլոր իր առաջնորդած ծրագրերում ես հաջողություններ եմ մաղթում և թող որ այս համալսարանը բոլոր առումներով և բոլոր ուղղություններով լինի տարածաշրջանում առաջինը։ Շնորհավորում եմ։ Այժմ սիրով ամբիոնի մոտ եմ հրավիրում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պարոն Գոռ Վարդանյանին։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Երևանի մեծարգո քաղաքապետ հարգելի պարոն Ավինյան, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի հարգելի տնօրեն պարոն Ասատյան, սիրելի գործընկերներ, ուսանողներ, ողջունում եմ բոլորիդ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում և այսօր մենք հայտարարում ենք համալսարանի թվով 4-րդ կայանի գործարկման մասին, որը իր հզորությամբ կազմում է 150 կՎտ դրվածքային հզորությամբ կայանը, որը կառուցվել է համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքին և այս գործընթացը ինձ հիշեցնում է մի փոքրիկ դժվարություն, որ համալսարանը իր մասնագիտական կազմի երիտասարդ մասնագետների, ուսանողների և գործընկերների միջոցով հաղթահարեց։ 2 տարի առաջ, երբ մենք համալսարանի 17-րդ մասնաշենքի տանիքին կառուցում էինք 30 կՎտ դրվածքային հզորությամբ կայան, շատ դժվար էր պատկերացնել, որ
գալու է շատ կարճ ժամանակ անց համալսարանում մի օր, որ մենք արդեն իսկ կխոսանք գումարային 400 կՎտ դրվածքային հզորությամբ կայանների համակարգը կառուցելու փաստի մասին եւ այսօր արձանագրում ենք այդ փաստը։ Պետք է նշեմ, որ այս գործընթացը մի քանի կարևորագույն խնդիր է լուծում։ Առաջինը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը լինելով տեխնոլոգիական համալսարան խրախուսում է վերականգնվող էներգիայի, կանաչ էներգիայի աղբյուրների օգտագործումը եւ տարածումը առաջին հերթին կրթական հաստատություններում։ Երկրորդը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ունենալով էներգետիկա եւ էլեկտրատեխնիկայի ինստիտուտ նպատակ ունի պատրաստել այնպիսի էներգետիկայի ոլորտում մասնագետներ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում հենց նմանօրինակ խնդիրներ կլուծեն եւ նմանօրինակ խնդիրների լուծելով կօգնեն, որպեսզի մասնավոր ոլորտում այն շատ ավելի արագ զարգանա։ Այսօր արձանագրում ենք, որ այդ ինստիտուտի ուսանողները, երիտասարդ մասնագետները ողջ ընթացքի գործընթացում ունեն մասնագիտական պոտենցիալի ներգրավվածությամբ, այսպես ասած, մասնակցություն եւ պետք է նշեմ, որ այս կայանները ըստ էության Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կառուցվել են մեր մասնագիտական թիմի երիտասարդ մասնագետների ներգրավվածությամբ եւ կարևորագույն հաջորդ կոմպոնենտը այն լուրջ էներգախնայողության տեսակետից, ֆինանսների տեսակետից համալսարանին տնտեսումների հնարավորություն է բերում, այսինքն ապահովում է այս կայանները էլեկտրոէներգիայի ծախսի տնտեսում, իսկ այդ տնտեսած միջոցները մենք կարողանում ենք ուղղել կրթության որակի բարձրացմանը, կարողանում ենք ուղղել հետազոտական աշխատանքներին, կարողանում ենք ուղղել ակադեմիական անձնակազմի աշխատավարձների բարձրացմանը, այսինքն ըստ էության մի ամբողջ գործընթացի խնդիր է լուծում եւ ինչպես հոգաբարձությունների խորհրդի նախագահը նշեց, մեր նպատակն է ապահովել այս ողջ գործընթացը, որպեսզի պոլիտեխնիկը իր մասնագիտական առաքելության գործընթացում ոչ միայն տեսական գործընթացներում արտահայտվի փայլուն, այլ նաև փայլուն արտահայտվի կիրառական նշանակություն ունեցող ծրագրերի իրականացմամբ, իսկ այս ծրագիրը մեր կյանքում, պոլիտեխնիկի կյանքում դա կիրառական նշանակության ունեցող ծրագրի իրականացում է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներին հիմնադրամին մեզ աջակցելու համար եւ այն միջոցները, որոնց շնորհիվ մենք կարողացել ենք կառուցել տրամադրելու համար, բոլոր այն մասնավոր ընկերներին եւ ուսանողներին, երիտասարդ մասնագետներին, ովքեր ներգրաված են եղել այս գործընթացում եւ մենք շատ կարճ ժամանակ կխոսենք մեր հաջորդ, այսպես ասած, նպատակը իրականացնելու մասին, ամբողջությամբ ունենանք մոտ ապագայում կարճ ժամանակում 750 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանների համակարգ, որը ամբողջությամբ կծածկի պոլիտեխնիկի էլեկտրոէներգիայի ծախսը եւ մենք կարձանագրենք, որ վերականգնող էներգիայի ոլորտում, կայուն զարգացման ոլորտում առանձնահատուկ քայլ ենք իրականացրել եւ այս քայլերը նաեւ նպաստել են, որպեսզի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը որպես կանաչ եւ կայուն համալսարան վարկանիշավորվի Green Metric վարկանիշավորող կազմակերպության կողմից, տարածաշրջանում Հայաստանում լինելով առաջին համալսարանը եւ ներառվելով 1500 համալսարանների ցուցակում 930-րդ հորիզոնականը, այսինքն ամեն տարի բարելավում են մեր ծրագրերը, բարելավելով մեր դիրքը միջազգային վարկանիշավորման գործընթացներում։ Կրկին անգամ շնորհակալություն եմ հայտնում բոլորին, մեր գործընկերներին, հոգաբարձությունների խորհրդի նախագահին, համալսարանին աջակցելու, սատարելու եւ տարբեր նախաձեռնություններում գործուն մասնակցություն ունենալու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Վարդանյան։ Սիրով ամբիոնի մոտ եմ հրավիրում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի տնօրեն պարոն Կարեն Ասատրյանին։ Հարգարժան պարոն Ավինյան, հարգելի պարոն Վարդանյան, սիրելի ուսանողներ եւ հարգելի հյուրեր, ողջունում եմ բոլորին։ Ուրախ եմ գտնվել այսօր այս գեղեցիկ տանիքին։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ այսօր հանդիպել ենք մի փոքր արտասովոր վայրում, տանիքում, սակայն կարծում եմ, որ ընտրված վայրը շատ խորհրդանշական է։ Նշեմ, որ Հայաստանի վերականգնող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի առաքելություններից է մշակել էներգետիկ անկախության բարձրացման ուղղված միջոցառումներ եւ կիրարկել դրանք։ Ինչպես գիտեք, Հայաստանը հարուստ չէ էներգետիկ ռեսուրսներով եւ մենք ստիպված ներմուծում ենք մեր էներգիայի շուրջ 70%-ը։ Ուստի ես ուզում եմ շեշտել, որ վերականգնող էներգետիկայի զարգացումը այլընտրանք չունի մեզ համար եւ մենք պետք է անենք ամենը եւ մի բան էլ ավելին, որպեսզի զարգացնենք Հայաստանում վերականգնող էներգետիկան։
Արթույթու հիմնադրամի կողմից վերնշված նպատակների հասնելու համար ի թիվս բազմաթիվ ծրագրերի իրականացվում է նաև հասարակական շենքերում էներգախնայողության բարձրացման ծրագիրը։ Այս ծրագրի շրջանակներում է, որ հիմնադրամի կողմից իրականացվել է էներգոարդյունավետության միջոցառումներ թվով 12 հանրային շենքերում, ինչպիսիք են հիվանդանոցներ, համայնքապատկան շենքեր, մարզպետարաններ, կրթական հաստատություններ եւ իհարկե մեր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը։ Արթույթուի եւ պոլիտեխնիկի սերտ համագործակցության արդյունքում մեզ հաջողվեց կարճ ժամանակահատվածում կազմակերպել համալսարանի այս գեղեցիկ 9-րդ մասնաշենքի եւ 21-րդ մասնաշենքի դեռևս սովետական ժամանակաշրջանում տեղադրված պատուհանների փոխարինումը։ Իրականացրել ենք նաեւ էներգախնայողության տարբեր միջոցառումներ պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում։ Եվ իհարկե այս նույն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 150 կՎտ հզորությամբ այս արևային կայանը։ Ընդհանուր ներդրումները պոլիտեխնիկում կազմել են շուրջ $700,000 եւ սա դեռ սկիզբն է մեր համագործակցության։ Արդեն իսկ մեկնարկել է 8-րդ մասնաշենքում նմանատիպ արևային կայանի կառուցման ծրագիրը։ Մեր համագործակցությունը պոլիտեխնիկի հետ առանձնանում է ոչ միայն իրականացված ծրագրերի քանակով կամ ծավալով, այլ նաև բովանդակությամբ։ Համալսարանի հետ միասին իրականացնում ենք նաև տարբեր կրթական ծրագրեր։ Վերջերս իրականացրեցինք էներգախնայողության եւ նորարարական տեխնոլոգիաների վերաբերյալ դասընթացներ Երևանում եւ Հայաստանի տարբեր մարզերում։ Քանի որ այստեղ կանգնածներից շատերը, ինչպես նաև ես, հանդիսանում ենք մեր հայր բուհի սաները, ուստի առանձնակի հետևողականությամբ եւ ջերմությամբ ենք այստեղ իրականացնում էներգախնայողության ծրագրերը։ Ինչպես նշեցի, պոլիտեխնիկում կատարված ծրագրերը առանձնանում են իրենց կարևորությամբ, քանի որ այստեղ մենք ոչ միայն իրականացրել ենք վերականգնող էներգետիկայի միջոցառումներ, այլ այս ամենը կրել է կրթական նշանակություն, տալով հնարավորություն ուսանողներին մասնակից լինելու արևային կայանի կառուցման աշխատանքներին։ Շատ եմ կարևորում մեր համագործակցություն հենց պոլիտեխնիկի հետ, հաշվի առնելով այն փաստը, որ այս բուհն է կրթում էներգետիկ ոլորտի մասնագետներին եւ առանց բանիմաց եւ կրթական մասնագետ եւ առանց բանիմաց եւ կրթված մասնագետի մենք չենք կարող հաջողություն ունենալ այս ոլորտում։ Այս արևային կայանը կարող է հանդիսանալ մի յուրօրինակ լաբորատորիա այն ուսանողների համար, որոնք կընտրեն էներգետիկայի ոլորտը, ինչը թույլ կտա պրակտիկայի վրա ուսումնասիրել նմանատիպ կայանների աշխատանքը։ Ինձ թվում է, պարոն Վարդանյանը ինձ հետ կհամաձայնվի, որ մեր համագործակցությունը եւ այսքան մեծածավալ աշխատանքները չէին հաջողի, եթե այս ամենը չհամակարգվեր մեր խորհրդի նախագահ Երևանի քաղաքապետ պարոն Ավինյանի կողմից։ Շնորհակալ ենք, պարոն Ավինյան, ձեր անմիջական մասնակցության եւ շարունակական աջակցության համար։ Ուզում եմ նշել նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր պարոն Գոռ Վարդանյանի անձնական եւ հետեւողական ներդրման մասին, ով անձամբ մասնակցել է ծրագրի իրականացման բոլոր փուլերին եւ ով մեծ նվիրումով է մոտենում բուհում իրականացված բոլոր ծրագրերին։ Եվ իհարկե շնորհակալություն եմ հայտնում շինարար կազմակերպությանը, Ալտեք ընկերությանը, որը բավականին մեծ ջանքեր իրականացրեց այս աշխատանքների իրականացման ընթացքում եւ պոլիտեխնիկի եւ Արթույթու հիմնադրամի բոլոր աշխատակիցներին։ Շնորհավորում եմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Ասատյան։ Այսպիսով մենք եւս մեկ քայլ կատարեցինք դեպի կանաչ եւ էներգոարդյունավետ ապագա։ Շնորհակալություն բոլոր գործընկերներին եւ մասնակիցներին հերթական հաջողված ծրագրի իրագործման համար։ Համալսարանը շարունակելու է իր ջանքերը տեխնոլոգիական առաջընթացը եւ էներգոարդյունավետ լուծումները զարգացնելու համար։ Շնորհակալություն ձեր ներկայության համար եւ մաղթում եմ բոլորիս արդյունավետ ու նորարարական ապագա։ Միջոցառումը այսքանով համարենք փակված։ Շնորհակալություն։